Չկա այդպիսի բան, որ քաղաքականության մեջ կինը չի կարող։ Նման բան ուղղակի չկա, որովհետև սա ֆիզիկական աշխատանք չէ, ծանր ֆիզիկական տղամարդկային աշխատանք, որ մենք մտածենք, որ հավանաբար մեր ֆիզիկական ուժերից վեր է։ Սա մտավոր աշխատանք է, սա կամքի ուժ է, սա մարդկային հատկանիշների դրսևորման միջավայր է, հետևաբար բնորոշ բոլոր կանանց։ Եվ հետ պահել քեզ մտածելով, որ չես կարող, ուղղակի նշանակում է թերագնահատել սեփական ուժերը եւ դա այն է, ինչ պիտի չանել, որովհետեւ յուրաքանչյուր կին կարող է ունակ է եւ շատ լավ կլինի զբաղվի քաղաքականությամբ։ Ես շատ մեծ ջատագովն եմ կանանց քաղաքականության մեջ մտնելու, որովհետեւ իրենց պակասը ես ամեն օր իմ գործնեության մեջ զգացել եմ։ Ես շատ հաճախ եմ մտածել, որ այս սենյակում եթե 10-ից 2-ը չլինեին կին, այլ 10-ից 6-ը 7-ը, այլ որոշում կկայացվեր, որը շատ օգտակար կլիներ մեր երկրին, մեր պետությանը եւ մեր զարգացմանը։ Մենք ավելի արագ եւ ավելի ապահով զարգացող երկրում կլինեինք։ Եվ այդ առումով դա ինձ շատ է նեղել, որովհետեւ ես շատ ուզեցել եմ իմ վարքագծով եւ իմ տեսակով անել ամեն բան, որ կանայք մտնեն քաղաքականություն, եւ առաջին բանը ու ամենակարևորը գոնե ինձ համար, որ ես դա արել եմ, դա այն է, որ ես միշտ պահպանել եմ կանացի սոլիդարությունը մեկը մյուսի հանդեպ վարքագծի առումով։ Ու կապ չունի, որ դու որ դաշտից ես, ու կապ չունի, որ դու ընդդիմադիր ես, մյուսի իշխանություն է եւ հակառակ մտքերն ունեք կամ կարծիքները։ Հենց շատ լավ է, որ այդպես է, եւ ես միշտ արժևորել եմ իմ օպոնենտ կամ դիմացի այլ բան անող, այլ միտք ունեցող, այլ քաղաքական հայացք ունեցող կնոջ անելիքը վարքագիծը, որովհետև ուզում եմ, որ իմանան կանայք կարող են բանավիճել, կանայք կարող են լինել որակով եւ կարող են բարձրացնել քաղաքական մշակույթը Հայաստանում ու դրա համար իրենք պիտի գան քաղաքականություն